Երեխայի հմտությունները մանկապարտեզի համար։ Դուք մտածում եք մանկապարտեզի մասին։ Եկեք ստուգենք, արդյոք փոքրիկը ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները մանկապարտեզ գնալու համար։ Առաջինը, երեխան կարողանում է խնդրել գնալ զուգարան, իսկ իդեալական տարբերակում արդեն սովոր է գաշոկին։ Երկրորդը, փոքրիկը կարողանում է ինքնուրույն ուտել և խմել, սակայն կրծքով կերակրումը արդեն ավարտված է։ Երրորդը, փոքրիկը կարողանում է մնալ հարազատ մեծահասակների հսկողության տակ առանց հիստերիայի և արդեն պատրաստ է մորից բաժանվելուն։ Չորրորդը, երեխան կարողանում է գոնե մասամբ հագնվել և համվել։ Հինգերորդը, փոքրիկը կարողանում է ինքնուրույն քնել, իսկ իդեալական տարբերակում նրա ցերեկային քունը համընկնում է մանկապարտեզի հանգստի ժամի հետ և տևում է ժամը 1-ից 3-ը։ Կարևոր է երեխային սովորեցնել ինքնասպասարկման հմտություններ։ Սա չի նշանակում, որ եթե երեխան ինչ-որ բան անել չգիտի, դուք ձեր փոքրիկին քաղցած և չհագնված եք տանելու տուն։ Ոչ, դաստիարակները միշտ պատրաստ են օգնության հասնել։ Բայց պատկերացրեք, ինչպիսի սթրես կունենա երեխան, եթե նա ցանկանա քնել, բայց ինքնուրույն քնել դեռ չկարողանա։ Ավելի վատ, եթե նա սովոր է մոր կրծքի վրա քնել։ Եվ եթե փոքրիկը ուզում է ուտել, բայց ինքնուրույն չի կարողանում։ Նման սթրեսի պատճառով երեխան կարող է չզբաղվել, չխաղալ, հրաժարվել ուտելուց, սկսել միզել հագուստի մեջ և նույնիսկ հիվանդանալ։ Այդ պատճառով չափազանց կարևոր է ստուգել երեխայի հմտությունները, սովորեցնել նրան անհրաժեշտ բաները և միայն դրանից հետո տանել երեխային մանկապարտեզ։